Եվրամիության հետ մերձենալու Հայաստանի որոշումը պետք է կայացվի ելնելով հայ ժողովրդի շահերից, հայտարարել է Վլադիմիր Պուտինը, չմոռանալով միաժամանակ հիշեցնել, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է հենց ԵՄ-ին միանալու փորձերից։ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար Մոսկվա է կանչվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Ընտանեկան բռնության դեպքերն ավելանում են, տուժողները սակայն գերադասում են այդ մասին իրավապահներին չհայտնել։ Նոր օրենսդրական նախաձեռնություն վերականգնողական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ, ինչ են ասում մասնագետները։ Նոր ձևաչափ հայաստանյան մեդիատիրույթում 24 մասից բաղկացած սիրային դրամային կարող եք հետևել հունիսի 1-ից միայն Pan-Armenian TV-ի YouTube-յան ալիքում։ Եվ սպանություն Արմավիրի մարզում մահացածը ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդ է, ոստիկանները կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Եվրոպական միության հետ մերձենալու կամ այլ ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը պետք է կայացվի ելնելով հայ ժողովրդի շահերից։ Ռուսաստանի նախագահն է հայտարարել, միաժամանակ նաև հիշեցնելով, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել էր Եվրամիությանը միանալու փորձերի ֆոնին։ Վլադիմիր Պուտինը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների համար կարող են փոխվել Դաշնությունում աշխատելու պայմանները եւ ոչ միայն։ Նաիրի Մուրադյանն է պատմում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի Եվրամիության հետ մերձենալու կամ այլ ուղղությամբ շարժվելու որոշումը պետք է կայացվի ելնելով հայ ժողովրդի շահերից։ Այդ որոշումն ըստ Պուտինի չի կարող փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Հայ եւ ռուս ժողովուրդները դարեր շարունակ ունեն բարեկամության եւ առանձնահատուկ հարաբերությունների ամուր կապեր։ Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի եւ լավ է նաեւ Ռուսաստանի համար։ Что хорошо для армян, приемлемо и хорошо для России. Պուտինի ձևակերպմամբ Հայաստանի իշխանություններն են պատասխանատու որոշումներ կայացնելու համար։ Делайте так, как вы считаете нужным. Արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, ելնելով հայ ժողովրդի շահերից։ Դուք այժմ իշխանության եք, ձեր վրա է դրված որոշումներ ընդունելու պատասխանատվությունը։ Как вы скажете, так и будет. Իդեպ այնտեղ նաև հանրակրվեի պահել կար, հա, որ հանրակրվի արեց։ Շատերին թվում է, որ սա խաղու պար է։ Հունիսի 7-ը կանցնի, վարչապետը կգնա այնտեղ, հարցը կլուծի։ Չէ, վարչապետը չի կարող հունիսի 7-ից հետո հարցը լուծել, պայմանագրային կետերը այդ դեպքում կսառացվեն։ Հայաստանի ուղղակի 4 հոգի քվեակեն դուրս կգցեն։ Պուտինը հայտնել է նաև, որ այդ հարցի շուրջ բաց եւ անկեղծ քննարկում է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ես նրան ասել եմ, որ այս հարցով մեր խոսակցությունը կարող է լինել միայն անկեղծ, միայն ազնիվ եւ ամբողջովին բաց։ Այսօր մեկի հետ մյուսը գործնականում համատեղել հնարավոր չէ։ Այդ պատճառով մենք ստիպված կլինենք մեծ հաշվով գրեթե ամբողջությամբ դադարեցնել Հայաստանի հետ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող աշխատանքը։ В данном случае с Арменией в сфере экономики, касающейся интеграционных процессов, свернуть. Պուտինի ձևակերպմամբ Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկաներ կգնա իր գյուղարտադրանքը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում։ Куда это пойдет товар? Ну, скажем, тоже вино. В Испанию, во Францию, в Италию. ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ուր կգնա հայկական գինին։ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա։ Փորձագետների նախնական գնահատականներով Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի Հայաստանի համախառն ներքին արդյունքի առնվազն 14% կորստին։ Պուտինի խոսքով եվրոպացի գործընկերները խոստացել են Հայաստանում ներդնել 2.5 միլիարդ եվրո, սակայն այդ ներդրումների իրականացման ժամկետներն ու մեխանիզմներն ըստ Պուտինի դեռ հստակ չեն։ Экономически наиболее 2.5 միլիարդը միևնույն է, պակաս է 4.9 միլիարդից։ Էլ չենք խոսում ռուսական կապիտալի անուղղակի ներդրումների մասին։ ԵԱՏՄ-ից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի քաղաքացիների համար կարող են փոխվել Ռուսաստանում աշխատելու եւ սոցիալական ծառայություններից օգտվելու պայմանները։ 6 ամիս հետո նրանք այլևս չեն կարող որ Հայաստանում ավտոբուս նստել, վճարել 20,000 կամ 15,000 դրամ ու գնալ Սարատով։ Ստիպված են լինելու վիզայով գնալ Ռուսաստանի Դաշնություն, վիզա, այսինքն մուտքի թույլտվություն։ Ռուսաստանում աշխատելու համար պետք կլինի արտոնագիր ձեռք բերել, իսկ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից օգտվելու համար Հայաստանի քաղաքացին պետք է Ռուսաստանում ապրի առնվազն 5 տարի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա, այդ մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը հերթական կարմիր գիծն է հատել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում մեկնաբանելով Ռումինիայի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպը։ Գրառման մեջ նա նաև հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ֆոն դեր Լայենի տեղեկացմամբ ռուսական անօդաչուն ընկել է Ուկրաինային սահմանամերձ ռումինական Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքին, ինչի հետևանքով տեղացի բնակիչներ են տուժել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են ռուսաստանյան Տագանրոգ քաղաքի ռազմական օդանավակայանն ու ոչնչացրել 2 Tu-142 օդանավ ու Իսկանդեր հրթիռային համալիր։ Այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին։ Ռուսական կողմը սակայն օդանավակայանի վրա հարձակման մասին չի հաղորդել։ Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի լույս 30-ի գիշերը երկրի տարածքում եւ Ղրիմում խոցվել է 127 ուկրաինական ԱԹՍ։ Ուկրաինական անօդաչուների գրոհի է ենթարկվել նաև Կրասնոդարի Արմավիր քաղաքի նավթաբազան։ Այնտեղ բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, իսկ Բելգորոդի մարզում անօդաչուների հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, 2-ը հոսպիտալացվել։ Ուկրաինական տելեգրամյան ալիքներն էլ հայտնում են, որ ԱԹՍ-ների հարվածներից հետո հրդեհվել է Թեոդոսիայի նավթաբազան։ Միացյալ Նահանգներն ու Իրանը այժմ առավել քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։ Հայտարարելով այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը նաև հավելել է, որ Անկարան աջակցում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության զարգացմանը միտված միջնորդական ջանքերին։ Ֆիդանի դիտարկմամբ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Ֆիդանը նաև նշել է, որ իրանական միջուկային ծրագրի քննարկումը կշարունակվի նեղուցով լիարժեք նավագնացության վերականգնման շուրջ պայմանավորվածությունների հասնելուց հետո։ Միացյալ Նահանգները հայտարարել է ռազմական նշանակության կարևոր տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով ստեղծված իրանական բարդ ցանցի չեզոքացման մասին։ Ֆրանս պրեսը վկայաբերելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթի խոսքերը նշում է, որ այս ցանցը ներկայացել է այլ ընկերությունների անվան տակ և խաբեությամբ միլիոնավոր դոլարներ կորզել ամերիկյան տասնյակ տեխնոլոգիական ընկերություններից։ Ձեռնարկի նպատակը Իրանի պաշտպանական ոլորտի համար առաջադեմ սարքավորումների, այդ թվում անվտանգության համակարգերի հայտնաբերման սարքերի ձեռքբերումն է եղել։ Այժմ կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։ Ընտանեկան բռնության դեպքերն ավելանում են, տուժողները սակայն գերադասում են այդ մասին իրավապահներին չհայտնել։ Նոր օրենսդրական նախաձեռնություն վերականգնողական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ, ինչ են ասում մասնագետները։ Նոր ձևաչափ հայաստանյան մեդիատիրույթում 24 մասից բաղկացած սիրային դրամային կարող եք հետևել հունիսի 1-ից միայն Pan Armenian TV-ի YouTube-յան ալիքում։ Եվ սպանություն Արմավիրի մարզում մահացածը ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Ոստիկանները կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Ընտանեկան ու կենցաղային բռնության դեպքերն ավելանում են, բայց շատ հաճախ դրանք իրավապահների տեսադաշտում այդպես էլ չեն հայտնվում։ Տուժողներն ըստ մասնագետների չեն դիմում պատասխանատու մարմինների միջամտությանը հասարակական կարծիքի և ընտանիքի արձագանքի մտավախության պատճառով։ Վերջերս օրենսդիրում նախաձեռնություն է ներկայացվել, ըստ որի բռնարարին վերականգնողական ծառայություններ կառաջարկվի։ Մասնագետներն ընդհանուր առմամբ դեմ չեն նախագծին, սակայն նկատում են, որ ընտանեկան բռնության արմատները հաճախ ձևավորվում են հենց ընտանիքի ներսում։ Ընտանեկան և կենցաղային բռնությունը այն խնդիրներից է, որի իրական ծավալները այդպես էլ մնում է ստվերում։ Մասնագետների դիտարկմամբ կենցաղում տեղի ունեցող բազմաթիվ դեպքեր այդպես էլ չեն հասնում իրավապահ մարմիններին, չեն դառնում նրանց քննության առարկան, իսկ օգնության դիմելու որոշումն էլ հաճախ կայացվում է միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում, իրավիճակն էլ հանգեցրած է լինում լրջագույն հետևանքների։ Ցավոք ընտանեկան բռնությունները չափազանց շատ են, անգամ լատենտայնությունը այնքան բարձր է, որ բացարձակ մեծամասնության մասին մենք տեղյակ չենք լինում, ցավոք դրա մասին տեղեկացումը ոչ միայն հատկություններ, նաև իրավապահ մարմիններ չափազանց ուշ, երբ արդեն
ճակատագրական որևէ հետևանք է եղել։ Փաստաբանը նշում է, թե վերջին տարիներին համակարգի նկատմամբ վստահությունը աճել է, սակայն շատ տուժողներ այնուամենայնիվ շարունակում են օգնության, այդպես էլ չդիմել։ Պատճառները տարբեր են՝ հասարակական կարծիքից մինչև ընտանիքի արձագանք։ Ի դեպ, ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջին անգամ նախատեսվում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց համար վերականգնողական ռեաբիլիտացիոն ծրագրի ներդրում։ Լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացմամբ վերաբերյալ ոստիկանության որոշումը փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը, իսկ վերջինս այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները։ Մասնագետները ընդհանուր առմամբ դրական են արձագանքում նախագծին, սակայն կարծում են, որ ընտանեկան բռնության արմատները հաճախ ձևավորվում են դեռևս հասարակության եւ ընտանիքի ներսում, երբ տղաներին մեծացնում են գերիշխող դիրք զբաղեցնելու մտայնությամբ, իսկ բռնության առաջին դրսևորումներն էլ շրջապատի կողմից հաճախ արդարացվում կամ անտեսվում են։ Երբ ընտանիքում տղայի ծնողները կամ հարազատները բաց ասում են, որ ճիշտ արել դե ընտանիք է, կարող է ամեն ինչ պատահի, դա նշանակում է, որ թույլ են տալիս, ստացվում է համաձայնություն այդ ամառը, որ շարունակի բռնությունը կնոջ նկատմամբ։ Մասնագետների գնահատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարը պաշտպանական արդյունավետ մեխանիզմների եւ կանխարգելիչ միջոցների կիրառում է պահանջում։ Նրանք միաժամանակ հիշեցնում են, որ ընտանեկան բռնությունը հազվադեպ է սկսվում ծանր հանցագործություններով։ Այն հաճախ սկսվում է հոգեբանական ճնշումից կամ ֆիզիկական թեթև բռնությունից եւ ժամանակին չկանխվելու դեպքում արդեն դրանք կարող են վերածվել առավել ծանր հանցագործությունների։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ուժեղ Հայաստան դաշինքը մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում է եղել, բնակիչները ջերմությամբ են ընդունել նրանց։ Դաշինքի падգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Ուժեղ Հայաստանը ստեղծվել եւ պետական իշխանության կառավարման ղեկն իր ձեռքն առնելու հայտ է ներկայացրել Հայաստանում իրական ու որակական փոփոխությունների կյանքի կոչման համար։ Ավանցիները ջերմ են ընդունում Ուժեղ Հայաստան դաշինքին, մայրաքաղաքի այս վարչական շրջանում քարոզարշավն ամփոփող հավաքին նույնիսկ հորդառատ անձրևը չի խանգարում։ Տեսանք այն աջակցությունը, տեսանք այն ոգևորությունը, որ դուք դեպի փոփոխությունը տածում եք։ Ու մեր համար դա մեծ պատիվ է, որ պատմությունը մեզ է հանձնարարել այդ փոփոխությունը բերել։ Մեր երկրում իրական եւ որակական փոփոխությունների կյանքի կոչման համար է Ուժեղ Հայաստան դաշինքը ստեղծվել եւ պետական իշխանության կառավարման ղեկն իր ձեռքն առնելու հայտ ներկայացրել, շարունակում է Նարեկ Կարապետյանը։ Մեզ պետք չեն լկտիություններ, մեզ պետք չի խառնակչություն, մեզ պետք չի իրար վիրավորել, մեզ պետք է համերաշխ իրար հետ ապրենք։ Գիտեք ժողովուրդ, բայց մի բան էլ ասեմ, աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է միշտ եղել Հայաստանը, որտեղ հայ է եղել, այնտեղ հանցագործությունները քիչ են եղել, չնայած 8 տարվա ընթացքում կրկնապատկվել է, բայց էլի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, իսկ ինչ կլինի, եթե օտար տարը իրենք փորձեն Հայաստան բերեն, մենք գիտենք ինչ կլինի, Եվրոպայի կենտրոնում, այդքան զինվորականների մեջ, մի հատ հայի չկարեցան պաշտպանեին, որ Սաֆարովը չհասներ։ Մեզ, այս ծայրամասում, Կովկասի խորքերում ոնց են պաշտպանելու։ Հայաստանին փոփոխություն ենք բերում, չենք թողնում, որպեսզի օտար տարերը գան ու մեր երկրում բուն դնեն եւ գիշեր-ցերեկ աշխատում ենք Հայաստանի բարեկեցության համար, ասում է Նարեկ Կարապետյանն ու շեշտում։ Ուժեղ Հայաստան ունենալու ենք ամենօրյա քրտնաջան աշխատանքի միջոցով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հանրապետություն կուսակցությունը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ։ Կուսակցության ներկայացուցիչները Արարատում ներկայացրել են իրենց ծրագրերը խոսել բակերի վերանորոգման, կանաչ գոտիների ընդլայնման, աղբահանության, լուսավորության եւ հանրային տրանսպորտի բարելավման մասին։ Արամ Սարգսյանի խոսքով իրենց նպատակն է ունենալ անվտանգ եւ հարմարավետ համայնքներ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա։ Որևէ մեկը չի տա մեզ այդ տեխնոլոգիան, երբ որ մենք ռուսների հետ ենք։ Որովհետև պետք է նշանակի, որ տվել է ռուսներին։ Հետևաբար, քանի մենք դուրս չենք եկել միասնական հակաօդային պաշտպանության համակարգից, մենք խնդիր ենք ունենալու, ինչքան էլ զենք առնենք։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչների հետ է հանդիպել։ Կուսակցության պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ինչպես երկրի սոցիալ-տնտեսական, այնպես էլ սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրով նախատեսված ֆինանսական օգնության խնդիրներին։ Փաշինյանն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորման ծրագրին, նշելով, որ դա լինելու է շարունակական։ Շատ դեպքերում պետության ֆինանսավորմամբ գյուղերում կառուցվող դպրոցների շինարարության վրա աշխատող բանվորներից եւ ոչ մեկը հայերեն չի խոսում, բայց նույն գյուղի բնակիչը բողոքում է աշխատանքի բացակայությունից։ Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին, մասնավորապես անդրադարձել է սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրի շրջանակում ցուցաբերվող ֆինանսական օգնության խնդրին։ Փաշինյանը նշել է, որ պետական ֆինանսավորման ծավալներից անկախ քաղաքացին ինքը եւս պետք է ջանքեր գործադրի սեփական կենսամակարդակը բարձրացնելու համար։ Հազարավոր ընտանիքներ կան, որ 10 տարի եւ ավելի սոցիալական անապահովության ծրագրերից օգտվում են։ 10 տարի եւ ավելի։ Մենք այդ մարդկանց լավություն ենք անում։ Մենք այդ մարդկանց վատություն ենք անում, որովհետեւ իրանց երեխեքն էլ ներշնչվում են, թե աղքատություն է իրանց ճակատագիրն է, իրանք պետք է աղքատ լինեն։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նշել է, որ հենց մարդկանց մտածելակերպի փոփոխման համար են դպրոցներում սովորող երեխաներին փորձում հասցնել այն միտքը, որ ի վերջո լավ սովորողն է լավ ապրում։ Ընդ որում պետք չի, որ բոլորը լինեն ակադեմիկոս։ Լավ վարսավիրը լավ է ապրում, լավ զոդողը լավ է ապրում, լավ շինարարը լավ է ապրում, լավ մետլախփողը լավ է ապրում, լավ վարորդը լավ է ապրում։ Ով որ իր աշխատանքի արդյունքում լավ չի ապրում, պետք է վերադառնա իր կրթությանը։ Այս համատեքստում Փաշինյանը նաև անդրադարձել է ուսուցիչների ատեստավորման ծրագրին եւ նշել, որ այն լինելու է շարունակական։ Աշակերտների ծնողները պետք է վստահ լինեն, որ դասարաններ մտնում են որակավորված ուսուցիչներ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը մարզային հանդիպումների ընթացքում անդրադարձել է բանակի եւ անվտանգության համակարգի զարգացմանը, ինչպես նաեւ երիտասարդության զբաղվածության խնդրին ու կրթական ծրագրերի ընդլայնմանը։ Կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, իրենց ծրագրերը միտված են երկարաժամկետ զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը։ Աստվածը հաջող է, որ դուք սկսեցիք այդ պրոցեսները, շատ լավ կերնոր դուք սկսականից կաք։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունն իր քարոզարշավն է անցկացրել Գեղարքունիքի մարզում, հանդիպել Մարտունի քաղաքի, ինչպես նաև ներքին եւ վերին Գետաշեն համայնքների իրենց համախոհների հետ։ Կուսակցության ներկայացուցիչները համարում են, որ իշխանափոխության նախապայմանը նոր ու արդյունավետ ընդդիմության ձևավորումն է լինելու։ Շատ լավ է։ Ղեկավարի դիրքում Սավպերջան։ Հարցը մարդկանց չի վերաբերվում։ Մենք որպես պետություն հիվանդ ենք ընդդիմությունը ասում չի օգտվել։ Ռեֆորմիստների կուսակցությունում նախընտրական քարոզարշավի արդյունքները դրական են գնահատում։ Քաղաքական թիմի ներկայացուցիչների ներկայացմամբ քաղաքացիները հետաքրքրված են իրենց ծրագրերով եւ պատրաստակամորեն ծանոթանում են ներկայացվող դրույթներին։ Նրանք համոզված են, որ ընտրությունների օրն արդեն կողմնորոշված ընտրազանգվածը կկատարի ընտրություն հոգուտ իրենց քաղաքական ուժի։ Ռեֆորմիստների գնահատմամբ քաղաքացիներին առավելապես հուզում են անվտանգության հարցերը, որոնց լուծման առաջարկներն էլ արտացոլված են կուսակցության կարգախոսում եւ ծրագրային մոտեցումներում։ Համար առաջինը պետք է ընտրեն միայն այն բանի համար, որ մեր տեխնացուն ամենափորձառու գործիչն է գործող տեխնացուներից։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է կարդան կենսագրությունը, տեսնեն մարդու ընտանիքը, մարդու կյանքը եւ որոշում կայացնեն։ Ուզում են այդպիսի մարդիկ լինեն խորհրդարանում, թե ուզում են նորից անփորձ եւ ինչ-որ մարդկանց ընտրեն, որոնք որ կապ չունեն ընդհանուր առմամբ մեր իրականության հետ։ Կենսաթոշակների բարձրացումը 8-ից 10,000 դրամով ըստ հանուն Հանրապետության կուսակցության պատգամավորության թեկնածուների չի լուծում եւ ոչ մի համակարգային հարց։ Կուսակցությունն առաջարկում է Հայաստանի կենսաթոշակառուների կենսաթոշակները բարձրացնել 30-ից 40,000 դրամով։ Դա ըստ կուսակցության առաջնորդի պետության պարտքն է։ 100 հազարավոր տարեցներ ամբողջ կյանքում աշխատել են, հարկ են վճարել, կառուցել են գործարաններ, դպրոցներ, ճանապարհներ, հաղթահարել են պատերազմներ։ Հայաստանը պետք է գնա բարձր աշխատավարձի տնտեսության ճանապարհով։
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը Գյումրիում կազմակերպած հանդիպման ընթացքում քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վերստին ընդգծելով, որ այսօր պայքարը քվեարկության միջոցով է։ Պարզաբանելով, թե ինչու ընտրողներն իրենց ձայնը պետք է տան հենց բևեռին, քաղաքական ուժի ներկայացուցիչները նշել են, որ տարիներ շարունակ ապացուցել են, որ իրենք գաղափարական թիմ են։ Կուսակցության առաջնահերթություններից է միջազգային միջնորդական ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը, ռազմագերիների վերադարձի հարցը և տեղահանվածների վերադարձի իրավունքի ապահովումը միջազգային վերահսկողության ներքո։ Ազգային ժողովրդավարական բևեռը հենց այն ազգային ազատագրական պայքար մղող, այժմ էլ ազգային ազատագրական պայքարը ազգային ժողով տեղափոխող ուժն է, այս պահին կուսակցությունը համար 8 քվեաթերթիկի տակ ներկայացող եւ հասկանալով այն պատասխանատվությունը եւ գիտակցելով այն ծանր բեռի տակ մտնելը, միևնույն է մենք առաջամարտիկ ենք։ Շարունակենք թողարկումը, այսօր առավոտյան հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց, արդյունքում մեկ մարդ զոհվել է։ Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանի տեղեկացմամբ վաղարշապատի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Ոստիկանները նրան զենքի հետ միասին ներկայացրել են վաղարշապատի քննչական բաժին, կասկածյալը ձերբակալվել է։ Նոր ձևաչափ հայաստանյան մեդիատիրույթում, դավաճանությունից մինչև հավատարմություն, կորուստներից մինչև ձեռքբերումներ։ Դիանա Գրիգորյանի նոր «Փախուստ մանկությունից կարճ» սերիալը պատմում է սիրո շնորհիվ սեփական ես-ի հետ հաշտվելու, ուրիշների թելադրած կյանքից ազատվելու ու սեփական երջանկությունը գտնելու մասին։ 24 մասից բաղկացած այս սիրային դրաման կարող եք դիտել հունիսի 1-ից միայն Pan-Armenian TV-ի YouTube-յան ալիքում։ Մանկություն, որից անհնար է փախչել։ Նոր ձևաչափ հայկական մեդիադաշտում պրոդյուսեր և սցենարիստ Դիանա Գրիգորյանը ներկայացնում է շորտ սերիալ «Փախուստ մանկությունից» նախագիծը հատուկ Pan-Armenian TV-ի YouTube-յան ալիքի համար։ 24 մասից բաղկացած նախագիծը խոստանում է ժամանակակից, դինամիկ ու էմոցիոնալ պատմություն, որտեղ յուրաքանչյուր սերիա ունենալու է մինչև 10 րոպե տևողություն։ Դիտողներին սպասվում է ժամանակակից, դինամիկ, զգացմունքային ու նոր ձևաչափով սերիալ, որը դասական սերիալներից տարբերվում է իր կառուցվածքով ու պատմողական լեզվով։ Բաղկացած է 24 մասից, յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ։ Հագեցած իրադարձություններ, լարված զարգացումներով ստեղծագործական թիմի խոսքով սա սերիալ է, որը դիտողին առաջին իսկ րոպեներից ներքաշելու է իր աշխարհ։ Ես եղբորս լավ եմ ճանաչում, եթե որոշել է, որ Անիին պետք է ամուսնացնել, նշանակում է ինչ-որ շահ կա մեջը։ Սիրային դրամա, որտեղ կա ամեն ինչ՝ դավաճանություն ու հավատարմություն, կորուստներ ու ձեռքբերումներ, ընտանեկան բարդ հարաբերություններ, չբուժված վերքեր ու սեփական ինքնությունը գտնելու պայքար։ Գլխավոր հերոսուհին սիրո շնորհիվ փորձում է հաշտվել իր ներսի կոտրված երեխայի հետ, ազատվել ուրիշների թելադրած կյանքից ու գտնել սեփական երջանկությունը։ Մինչ այս խաղացած կերպարներից որոշակի նմանություն ունի, էլի ինչ-որ վատ ճակատագրի արժանացած աղջիկը, ով արդարություն է փնտրում։ Շատ ինձ նման է իմ կերպարը, ինչ ավելի հեշտացնում է իմ գործը եւ մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, ես սկսեց արդեն, որ Ռոզայի հետ շատ ուրախ եմ միշտ անցնում, որովհետեւ մենք միասին չենք կարողանում նկարել, որովհետեւ անդադ ստոպ է։ Մարմնավորում եմ կերպար, ով բավականին բարի, հավասարակշիռ, նաեւ անհրաժեշտ պարագայում օգնության ձեռք մեկնող կերպար է, անգամ անծանոթ մարդու դեպքում ու սյուժեում հենց այդպես էլ տեղի ունենում։ Սերիալի աշխարհում նոր անուն էլ կա։ Լուկրեցիա Ավետիսյանի համար սա առաջին մեծ փորձն է։ Բավականին հետաքրքիր են ասում, սկզբի օրը բավականին լարված է իրականում, շատ ասենց մթնոլորտը խորթ էր ինձ համար, բայց պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ ես շատ շուտ ինտեգրվեցի թիմին։
Նոր նախագիծը ստեղծողները վստահ են կարճ ձևաչափը ժամանակակից հանդիսատեսի պահանջն է։ Արագ զարգացող պատմություն, կտրուկ շրջադարձեր ու ուժեղ էմոցիաներ, առանց ավելորդ ձգձգումների։ Նոր ձևաչափով սերիալը խոստանում է խոսել մարդկանց մասին, ովքեր փորձում են հաղթահարել անցյալի ցավը ու գտնել իրենց կյանքի նոր սկիզբը։ Սերիալի պրեմիերան ամսի 1-ին է, ժամը 20:00-ին Pan-Armenian TV-ի YouTube-յան ալիքում։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումներ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։